Ողջույն, այսօր կխոսեմ Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն 6-րդ Լուսինյանի մասին, ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակ Հովանդ Դարդել, Հայոց ժամանակագրություն, գիրքը հրատարակել է Զանգակ հրատարակչությունը 2013 թվականին։ 14-րդ դարի ֆրանսիացի հոգևորական հետագամ եպիսկոպոս Հովանդ Ժան Դարդելը եղել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն 6-րդ Լուսինյանի խոստովանահայրը, հետագամ քարտուղարը։ Ֆրանսերենով մանրամասն ներկայացրել է իր գրքում Կիլիկյան Հայաստանի պատմությունը մինչև 1384 թվականը։ Սկսել է Աբգար թագավորի ժամանակներից, քրիստոնեության ընդունումից մինչև Բագրատունյաց Հայաստանի անկումը Գագիկ II-ի ժամանակ։ Կիլիկյան Հայաստանի պետության ստեղծումը, նրա հզորացումը, Կիլիկյան Հայաստանի պայքարը Բյուզանդիայի դեմ, Կիլիկյան Հայաստանի հարաբերությունները խաչակիների հետ, պայքարը մուսուլմանների դեմ, իդեմը սելջուկ թուրքերի և եգիպտական պետության, Կիլիկյան Հայաստանի հարաբերությունները Հռոմի պապության հետ։ Մանրամասն ներկայացրել է Լուսինյան և Նղրյան տոհմերի կառավարումը Կիլիկյան Հայաստանում, իդեմս Կոստանդին III Գվիդոն Լուսինյանի, Կոստանդին IV Նղրյանի, Կոստանդին V Նղրյանի և Լևոն 6-րդ Լուսինյանի։ Իր սիրելի միապետը Լևոն 6-րդ Լուսինյանն է, ում խոստովանահայրն է դարձել վերջինիս եգիպտական գերության ժամանակ։ Ներկայացրել է Լևոն 6-րդի գահակալումը մինչև 1375 թվականի Սիս մայրաքաղաքի անկումը, Լևոն 6-րդի գերությունը, Արագոնի և Կաստիլիայի թագավորների միջնորդությամբ 1382 թվականի նրա ազատումը եգիպտական գերությունից, Եվրոպա նրա տեղափոխումը, Լևոն 6-րդի կողմից պայքարը նոր խաչակատ արշավանք կազմակերպել դեպի Սուրբ Հող։ Գիրքը հետաքրքիր կլինի պատմաբաններին, հայագետներին, միջնադարի պատմությամբ հետաքրքրվողներին։ Շնորհակալություն ուշադրության համար։